Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ եւ Հայաստանի պետական բյուջեի միջոցներով։ Այս մասին թերթի մի զրույցում ասել է հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստան են ժամանել թուրքական 10 լրատվամիջոց։ Նախաձեռնությունը մերն է եղել է 10 լրատվամիջոց։ Նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ եւ հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ասել է Գոռ Ծառուկյանը։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում, այս մասին նշված է Le Figaro հեղինակավոր պարբերականի անդրադարձում։ Արցախի կառավարության գերեվարված նախկին պետնախարարը հացադուլ է հայտարարել ի նշան դատական գործընթացի ծաղրի։ Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հրապարակված լուսանկարը ցույց է տալիս նրան խիստ հյուծված վիճակում։ Նրանց համար, ովքեր հիշում են Արցախում, Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս քաջ հայտնի Ռուբեն Վարդանյանի կենսուրախ դեմքը, դժվար է անտարբեր մնալ ռազմագերու լուսանկարի նկատմամբ, գրել է պարբերականը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին հանդես է եկել հայտարարությամբ։ Շինծու դատավարություններով եւ հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հերահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ եւ ագրեսիա սանձազերծելու համար։ Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր այս նպատակի իրագործումը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։ Եվրոպական խորհրդարանում քննարկվող բանաձևը փաստացի Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանքն է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բանաձևի հեղինակներին, այս մասին գրել է Մանեթ Հանդիլյանը։ Բանաձևով արձանագրվում է, որ գերիները ենթարկվում են անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի, հոգեբանական ճնշման, ի թիվս այլ պահանջների բանաձևով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։ Այս կարևոր բանաձևը ընդունելու կապակցությամբ նամակներ են ուղարկել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին, կոչ անելով կողմ քվեարկել բանաձևին։ Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդներն են նամակ գրել նախագահ Թրամփին։ Հրատապ ու վճռական քայլեր են խնդրում Բաքվում պահվող 23 հայի եւ 1 կրոնափող ադրբեջանցու ազատ արձակման ուղղությամբ։ Քրիստոնյա առաջնորդները հղում են արել խոշտանգումների մասին հավաստի զեկույցներին, նաեւ պատմել արդեն 21 օր անօրինությունների դեմ պայքարող Ռուբեն Վարդանյանի վիճակի հացադուլի մասին։ Ընդգծել են, թե Թրամփի առաջնորդությունը բացառիկ դիրք ունի այս ճգնաժամը լուծելու հարցում։ Այս քրիստոնյաների կյանքը փրկել է պետք։ Գրեթե 2 տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումների ենթարկեց ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի։ Մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվեց քայլեր ձեռնարկել էթնիկ զտումները դադարեցնելու կամ այդ ոճրագործության մեղավորներին պատժելու համար։ Այդ ժամանակից ի վեր այդ նույն ռեժիմը պատանդ է պահում 23 քրիստոնյա հայերի եւ 1 կրոնափող քրիստոնյա ադրբեջանցու, որոնք ըստ հավաստի տեղեկությունների ենթարկվում են ամենօրյա խոշտանգումների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, այն միակ կազմակերպությանը, որը հնարավորություն ուներ բանտարկյալների առողջական վիճակը ստուգելու, վերջին օրերին հրահանգվել է լքել երկիրը։ Միացյալ Նահանգներում գրված այս նամակի բովանդակության նմանությամբ մեկ այլ նամակ էլ հայ առաքելական եկեղեցում Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ու հոգևոր եղբայրներն են գրել վարչապետ Սթարմերին։ Այս տեքստում էլ նորից մանրամասն նկարագրված է, թե Ալիևը 21-րդ լուսավոր դարում ինչ անմարդկային վերաբերմունք է դրսևորում քրիստոնյա մարդկանց նկատմամբ, դատում առանց հիմնավորման ու պատճառի, խոշտանգում ու ճնշում։ Հոգևորականները վարչապետին հիշեցնում, խնդրում են գործի դնել եվրոպական կապերը, միջկառավարական հարթակները ու հարցը հրատապ լուծել, որովհետև Ադրբեջան նոր օրի ավելի է մեկուսանում ու փախչում միջազգային ուշադրությունից։
Ամեն ինչ փորձում ենք անել, սփյուռքը փորձում է անել եւ սա մեսեջը ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանի իշխանություններին պետք է Հայաստանում հասկանա, որ Հայաստանի իշխանությունների համար մեկ պարտականությունն իր քաղաքացիների իրավունքների պաշտպանելն է։ Քրիստոնյաներին բռնապետի ճիրաններից փրկելու հոգևորականների խնդրանքները հրատապ են, ձևակերպումները կոնկրետ ու թիրախային, իսկ Ռուբեն Վարդանյանին հոգևորականը հորդորում է դադարեցնել հացադուլը, հանուն առողջության, որը պետք է գալու դժվար ժամանակները հաղթահարելու համար։ Ռուբեն Վարդանյանը զոր մարդ է եւ նա անկոնտրոլ իրական տեսակ է, բայց եթե լսի դադարեցնել դա, որովհետեւ դա իր առողջության զգումնաս է հասնում։ 23 հայի դատավարությունը սիմվոլիկ է, շարունակում է հոգևորականը, ասում է բոլոր հայերին են կանգնեցրել դատարանի առաջ։ Այդ մարդիկ բաքվում են մեկ պատճառով, որովհետև հայ են, եւ ուրեմն աշխարհի բոլոր հայերը պետք է համախմբվեն, հարցը առավել մասսայական դարձնելու համար։ Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ։ Այսօր մենք թևակողում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի եւ Նիդերլանդների թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Սա նոր հանգրվան է, որը թե խորհրդանշական է, թե միևնույն ժամանակ պարտավորեցնող։ Ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում տարված աշխատանքի համար եւ մեծ մաղթում հաջողություն այս փաստաթղթում նշված գործակցության կյանքի կոչման ուղղությամբ, նշել է Արարատ Միրզոյանը։ Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտելիության սկզբունքների վրա, նաեւ ուշադրություն է դարձված առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային եւ միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային Նշվում է նաև, որ խաղաղության խաչմերուկը կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում։ Որ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ են Հայաստանի քաղաքացիները տեսնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները։ Gallup International-ի հարցմանը քաղաքացիների 27.8%-ը պատասխանել է Ռուսաստանի հետ, իսկ Եվրամիության հետ դրական պատասխան են տվել 25.8%-ը։ ԱՄՆ-ի հետ նշել է 15.5%-ը, Իրանի հետ նշել է 13.3%-ը, ոչ մեկի հետ նշել է 11%-ը եւ 3.4%-ը նշել է Եվրասիական տնտեսական միության հետ։ Ռուսաստանի հետ ձգտումը դեպի Ռուսաստան ավելի մեծ է, քան թե Եվրոպայության հետ համագործակցություն։ Իսկ որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեն քաղաքացիները, եթե առաջիկա Կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ Հարցվածների 32%-ում 1%-ը նշել է, որ չի մասնակցել ընտրություններին, 24.6%-ը դժվարացել է պատասխանել։ 11.8%-ը նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հայաստան դաշինքը նշել է 4.7%-ը, ակտիվ ունեմ դաշինքը գրանցել է 2.1%։ Gallup-ի հարցումների համաձայն Հայաստանի քաղաքացիների 59.6%-ը ասել է, որ սահմանադրությունը պետք է անփոփոխ մնա։ Հարցումները կազմակերպվել են փետրվարի 27-ից մարտի 5.100 քաղաքացիների շրջանում։ Միանշանակ կարող եմ ասել, որ մեծամասնությունը մեր քաղաքացիների դեմ է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ենթարկվի։ Մեծ տոկոս են կազմում նաև կառավարության գործունեությունից դժգոհողները։ Փետրվարի հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիների վարչապետի գործունեությունը ամբողջովին դրական է գնահատել հարցվածների 9%-ը, դժվարացել է պատասխանել 10%-ը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է ազգային ժողովին, պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Այս մասին հարցմանի պատասխան հաստատել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Որոշումները հրապարակված են ազգային ժողովի կայքում։
Իրանն Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի նամակը չի ստացել, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Միացյալ Նահանգների նախագահի նամակը գրվել է, սակայն մեզ դեռ չի հասել։ Որոշվել է, որ արաբական երկրներից մեկի բանագնացը շուտով այն կհասցնի Թեհրան, ասել է պաշտոնյան առանց այլ մանրամասներ հաղորդելու։ Նախորդ շաբաթ Ամերիկայի նախագահը ասել էր, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկով նամակ է ուղարկել Իրանին, սակայն պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ ոչ մի նամակ չի ստացել։ Ջիդայում ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցություններից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարել է. «Սա դրական զարգացում է, որը կարող է քայլ լինել դեպի համապարփակ, արդար եւ տևական խաղաղություն Ուկրաինայի համար»։ Գնդակն այժմ գտնվում է Ռուսաստանի դաշտում։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ Եվրամիությունը պատրաստ է իր դերը խաղալ խաղաղության բանակցություններում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ ասել է, որ շնորհավորել է Դոնալդ Թրամփին եւ Վլադիմիր Զելենսկուն հոյակապ առաջընթացի կապակցությամբ եւ ողջունել Ջիդայում ձեռք բերված համաձայնությունը։ Այժմ Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադարի։ Մեծ Բրիտանիան այս շաբաթ կհավաքի արևմտյան առաջնորդներին քննարկելու հաջորդ քայլերը, ասել է Սթարմերը։ Ռուսաստանի Դաշնությունում աշխատող միգրանտների հարկերից պետբյուջե մուտքերն ավելացել են 16.1%-ով, ավելի քան 123 միլիարդ ռուբլիով։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իրինա Վոլկը, Ռուսաստանում աշխատանքային միգրացիան վերադառնում է օրինական դաշտ։ Աշխատանքային միգրանտների կողմից կատարված հանցագործությունների թիվն էլ նախորդ տարի նվազել է 9%-ով։ Միջուկային ուժերը պետք է շփվեն, ոչ թե բղավեն միմյանց վրա, այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավարը ամերիկացի բլոգերներին տված հարցազրույցում ասել է, որ այդ ուժերը հատուկ պատասխանատվություն են կրում եւ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Սաուդյան Արաբիայի Ջիդայում տեղի ունեցած Ամերիկա-Ուկրաինա բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարեցին, Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին Ամերիկայի առաջարկը եւ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Կողմերը նաեւ պայմանավորվել են, որքան հնարավոր է շուտ Ուկրաինայի օգտակար հանածոների մասին համաձայնագիրը ստորագրել։ Սպիտակ տան պլանավորած սպասված դիվանագիտական հաջողությունն է, կարծես Ավետում նահանգների պետքարտուղարը հանդիպումից անմիջապես հետո։ Ուկրաինացիները պատրաստ են դադարեցնել մարտերը, նրանք պատրաստ են դադարեցնել կրակոցները, նրանք պատրաստ են նստել սեղանի շուրջ։ Նոր պայմանավորվածություն կա Ամերիկայի Միացյալ Նահանգները կվերսկսի հետախուզական տվյալների տրամադրումը Կիևին, ինչպես նաև դարձյալ ռազմական օգնություն կհասցնի Ուկրաինա։ Պետդեպարտամենտի ղեկավարը նշել է նաև, որ առաջարկները կփոխանցի Ռուսաստանին եւ որ այժմ գնդակը Մոսկվայի դաշտում է։ Թրամփ-Զելենսկի դրամատիկ վերջին հանդիպումից հետո տպավորություն է, որ վաղեմի դաշնակիցները դժվար թե կարողանան արագ կազմակերպել նոր բանակցություններ, բայց դիվանագիտությունն այլ բան է հուշում։ Պաշտոնական Կիևը մանրևելու որևէ տարբերակ ըստ քաղաքագետի իրականում չունի։ Որովհետև Ուկրաինան այն վիճակում է, որ առանց բանակցությունների ԱՄՆ-ի հետ, առանց ԱՄՆ-ի օգնությամբ ինքը իր մարտական ռեսուրսը շատ արագ նվազում է եւ Զելենսկին դա հասկանում է։ Reuters-ը գրում է նաև, որ ըստ Թրամփի Զելենսկուն նորից կհրավիրի Սպիտակ տուն, իսկ այսօր կամ վաղը կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Այս առումով ավելի շահեկան է Մոսկվայի դիրքերը, որովհետև որքան էլ պարզ է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան մի մասում բարեկամներ չեն, բայց այս հարցում համընկնող շահեր ունեն։ Խոշոր խաղացողների պարզ հաշվարկն է։ Ռուսաստանը ուզում է, որ պատերազմը դադարեցվի, Ռուսաստանը ուզում է, որ ՆԱՏՕ-ի զորքերը այնտեղ չլինեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը չլինի, ԱՄՆ-ն էլ է դա ուզում, ԱՄՆ-ն չի ուզում ներգրավված լինի, ուղիղ Ռուսաստանի հակառակորդը, իրական հակառակորդը Ուկրաինան չէ, եւ ամենակարևորը, որ հենց Ռուսաստանում այդպես են ընկալում, որ Ռուսաստանի հակառակորդը արևմուտքն է։ Եվ այստեղ իրենք փորձել են շահական դիրքերում լինեն կամ գոնե չզիջեն ոչ թե Ուկրաինային, այլ արևմուտքին։ Տանգոյի համար երկուսն են պետք, դա է պատճառը, որ այս շաբաթ բացի դիվանագետների հանդիպումները նաև Թրամփ-Պուտին հեռախոսազրույց տեղի կունենա հենց Թրամփի նախաձեռնությամբ։ Սպիտակ տան առաջնորդը հույս է հայտնում, թե առաջիկա օրերին հրադադար կլինի։ Քաղաքագետները միանշանակ համոզված չեն, էքսցենտրիկ նախագահի զգայուն հայտարարությունները դեռ պետք է ապացուցվեն հողի վրա։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ցուցադրել է Նիժնի Նովգորոդի բնակչի կալանավորման տեսանյութը։ Նա խոստովանել է, որ ուկրաինացի ահաբեկիչների համար կրիպտո արժույթ է փոխանցել Ռուսաստանի Ազատության լեգիոնի հաշվեհամարներին։ Այդ կազմակերպությունը ահաբեկչական է ճանաչվել եւ արգելված է Ռուսաստանի Դաշնությունում։
Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրը Վիվիան Ուիլսոնը քննադատել է իր միլիարդատեր հորը իբր իր երեխաների համար ընտրովի արտամարմնային բեղնավորում կիրառելու համար։ Իմ սերը ծննդյան ժամանակ ապրանք էր, որը գնվում եւ վճարվում էր։ Դրա համար էլի երբ ես մանուկ հասակում կանացի էի, իսկ հետո դարձա տրանսգենդեր, ես դեմ էի այն ապրանքին, որը վաճառվում էր։ Գրել է 20-ամյա երիտասարդը Թրիցում։ Ուիլսոնը հրապարակավ հայտնվել է որպես տրանսգենդեր 2022 երբ նա դիմել է անուն փոխելու հարցում եւ վերցրել մոր ազգանունը Ջասթին Ուիլսոն։ 2 տարի անց 53-ամյա Մասկը պնդել է, որ իրեն խաբեությամբ ստիպել են թույլ տալ Վիվիանին բժշկական սեռափոխություն կատարել։ Կառավարությունն ապրիլից կկրճատի տեղահանված արցախցիներին տրվող 50,000 դրամի չափով աջակցության ծրագիրը։ Այս մասին զրույցում ասել է Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարա Մանուչարյանը։ Նախարարությունը միշտ ասում է, որ անում են միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր։ Սա էլ մեկն էր միջնաժամկետ ծրագրերից, նշել է Մանուչարյանը։ Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է, ամբողջությամբ փոխվել է մալուխային համակարգը, տեղադրվել են նոր ժամանակակից լուսատուներ, որոնք ապահովում են 5 անգամ ավելի շատ լուսավորություն եւ 10 անգամ ավելի մեծ էներգախնայողություն, ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։ Արագած լեռան հյուսիսային գագաթ այցելած 9 իսպանացի լեռնագնաց մարտի 11-ին ձնահյուսի տակ է հայտնվել։ Նրանց որոնելու աշխատանքներին Արագածի եւ Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատներից 51 փրկարար է մասնակցել, ինչպես նաեւ Արմենիա հելիկոպտերս ընկերության 2 ուղղաթիռ։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Որոշ ժամանական Արշավախմբի 8 անդամի փրկարարները հայտնաբերել են հետո ուղղաթիռով տեղափոխել Արագած գյուղ։ Նրանք մարմնական վնասվածքներ են ստացել։ Արագած գյուղի բնակիչներն էլ Արագածի գյուղապետարանի եւ Ապարանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ քաղաքապետի գլխավորությամբ վիրավորներին ուղղաթիռներից իջեցրել ու պատգարակներով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեքենաներին։ Եվս մեկ լեռնագնացի որոնողական աշխատանքները մարտի 12-ի առավոտյան են վերսկսվել։ Արդեն Արագած լեռան տարածքում փրկարարները հայտնաբերել են օտարերկրացուդին։ Հատուկ ճոպաններով ու պատգարակով մարմինը տեղափոխել են անվտանգ վայր։ Մարտի 12-ին Կապանի Շահումյան փողոցում բախվել է 6 մեքենա։ BMW X5-ի 52-ամյա վարորդը տեղափոխվել է Կապան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները։ Ժամանել են փրկարար ծառայության Կապանի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Նախնական տեղեկություններով BMW X5-ի վարորդի ինքնազգացողությունը վարելիս վատացել է։ Վերջինն էլ բախվել է կայանված մեքենաներին։ Մարտի 11-ին շղթայական վթար է տեղի ունեցել Գայի պողոտայում, բախվել են BMW-ն, Mazda-ն, Nissan-ը եւ Lada-ն։ Մենք հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների վիրավորի կյանքի վտանգ չի սպառնում, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Մարտի 11-ին էլ Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը դի էր, մարդկային ոսկորներ ու գանգեր է հայտնաբերել։ Տարածքը պարեկներն ու ոստիկաններն են սահմանազատել։ Ժամանել են նաև փրկարարության աշտարակի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոսկրային հատվածներ ամբողջությամբ իրարից առանձնացված, թե ինչ հանգամանքներում եւ քանի տարվա դեպք կլինի սա, պարզ կլինի նախաքննության ընթացքում եւ վերջին խոսքը կասվի դատական բժշկի կողմից։